Քրիստոս հարյավի մերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավի մերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավի մերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն Եվ քանի որ գիտենք որ նա լսում է մեր խնդրանքները գիտենք նաեւ որ պիտի կատարի մեր խնդրանքները ինչ էլ որ հայցել ենք նրանից Յուրաքանչյուրիս կյանքում սիրելիներ մեն առօրյա կյանքի մեջ մենք տեսնում ենք չէ հատկապես այսօր երբ որևէ մեկին ձայնային ենք ուղարկում կամ նամակ ենք գրում մենք տեսնում ենք լույսը կապտած որ ինքը տեսել է բայց չի պատասխանում մեզ Մենք սպասում ենք նրա պատասխանին նույն նյութը կարող ենք երկրորդ անգամ ուղարկել նորից պատասխան չտեսնել ու չստանալ Ինչ է սա նշանակում որ մեր այս օրինակի միջով բոլորիս մեջ այդ հարցադրումը կա արդյոք Աստված լսում է մեզ կամ եթե լսում է մեր աղոթքները ինչու չի պատասխանում Հիմա հարց է արդյոք Աստված լսում է մեզ կամ անուշադրության է մատնում կամ չի ուզում տեսնել Ինչպիսի մարդիկ կան այսօր եկեղեցի մեջ Կան մարդիկ ովքեր աղոթում են բայց իրենց վստահությունները կորցրած են Կան մարդիկ ովքեր աղոթում են ու սպասում են Կան մարդիկ որ հավատքով աղոթում ու վստահ են գիտեն որ անպայման պատասխանը պիտի լինի Մեր կյանքն էլ այսպիսին է եւ շատ կարեւոր է հասկանալ որ տեսեք առաքյալը չի ասում կարծում ենք որ Տերը կլսի թերևս լսի Գուցե լսել ասում է գիտենք որ Տերը լսում է մեր խնդրանքները Ուրեմն Տերը անպայման լսում է բայց շատ կարևոր մի հասկացողություն այստեղ պիտի մենք ընկալենք թե ինչու պատասխանը մենք անմիջապես չենք ստանում կամ ինչու Տերը անմիջապես չի պատասխանում մեզ Wi-Fi-ը երբ որ կապը շատ թույլ է լինում մենք չենք կարողանում չէ ստանալ պատասխան սպասում ենք կամ նորից գրում ենք Այստեղ խնդիրը ոչ թե կապն է այլ ով է Հիսուսը կապ պահողը Հիսուսն է այստեղ Wi-Fi-ը չէ Այսինքն խնդրանքը չէ մեր ինչքան կարևոր թայլու միջոցով ենք մենք խնդրում եւ ինչպես ենք խնդրում եւ ինչ ենք ուզում ստանալ Տիրոջից Տերը լուրջ է սիրելիներ Տերը լսում է եւ տեսեք առաքյալը որ Հիսուսի հետ քայլել էր զգացել էր տեսել էր ինքը վստահ էր որ Տերը գիտե մեր խնդրանքները եւ ասում է գիտենք նաեւ որ անպայման պիտի պատասխանի եւ սա վստահություն է որովհետեւ մենք գիտենք թե իր կամքով պիտի լինի բայց հարցը մենք ինչպես ենք աղոթում ինչ ենք աղոթում կամ ինչ ենք խնդրում Եթե այսօր մենք տուն վերադառնանք որ այստեղ բոլոր մարդկանց մեջ ովքեր այս հարցադրումներն արեցի որ սպասան մեջ են կասկածում են հուսահատված են վստահ են ինչպես պիտի աղոթես ուրեմն աղոթքից ձևը պիտի փոխես նախ պիտի սկսես ոչ թե խնդրել պահանջներ, որ Տերը քո պլանները, ծրագրերը իրականացնի, այլ Տերը ինչպես օգնի, որ դու հասնես։ Երբ որ դու Տիրոջից ճանապարհ ես խնդրում, Տերը քեզ ուժ է տալիս այդ ճանապարհը անցնելու համար, ոչ թե ճանապարհն է բացում։ Երբ որ դու տկար ես, Տերը քեզ համարձակություն է տալիս տկարությունը հաղթահարելու համար։ Երբ որ դու վախենում ես, Տերը քեզ հետ միանում է քո վախը հաղթահարելու եւ քո ճանապարհը անցնելու համար։ Ուրեմն Տերն ուզում է, որ մենք իր հետ ոչ թե խնդրենք պաշտոնապես ինչ որ բան, ինչպես որ շատ հաճախ մենք պաշտոնական նամակներով շատ մարդկանցից շատ բան ենք խնդրում, այլ Տերն ուզում է, որ պարզապես մենք իր հետ զրուցենք։ Մեր կյանքը պատմենք իրեն, մեր վախերը, մեր ցավերը, մեր խնդիրները իրեն պատմենք։ Ոչ թե խնդրենք ինչ որ բան արա լուծենք, այլ պատմենք, որովհետեւ երբ որ դու պատմում ես, դու ինքդ թեթևանում ես, դու ինքդ հանգստանում ես, այդ մեղքերի խոստովանությունը, չէ։ Մինչև դու չնստես, չխոստովանես քո մեղքերը, դու չես կարող ազատ մարդ լինել։ Ինչքան էլ որ Տիրոջ ասում ես ամեն անգամ, Տեր, ողորմիր ինձ, փրկիր ինձ, ներիր ինձ, բայց մինչև մեղքերդ իրեն բարձրաձայն չես խոստովանել, որ սա մեղք է եղել, այս մեղքն է արգել եղել, որ կապը խաթարվի, չկարողանամ իմ խնդրանքն քեզ հասցնել, դու չես կարող ազատ լինել, դու չես կարող թեթևացած շունչ քաշել ու քաջություն ու համարձակություն ունենալ այդ ամբողջ ճանապարհը անցնելու։ Այս կիրակին կոչվում է երկրորդ ծաղկազարդ։
Միայն մեր եկեղեցում այս անունը կա, սիրելիներ, որովհետև եւ Գրիգոր Լուսավորիչը 13 տարիներ փակված էր խոր վիրապի վիհի մեջ, 4-րդ դասի հրեշտակները ամեն օր գալիս են նրան օգնելու, ուշ տալու։ Եվ մի օրերից մի օր բացակայեց հրեշտակը, այլևս չվերադարձավ։ Այսօր համբարձման 4-րդ օրն է, երբ Տերը փառավոր կերպով երկինք համբարձվեց, ամեն օր հրեշտակների մի դասում մնում էր եւ պատմում իր մարդեղության մասին, թե ինչպես ինքը Աստված, որ հրեշտակների համար անտեսանելի էր, տեսանելի դարձավ պարզ մարդկանց համար եւ հանկարծ այդ պարզ մարդու, մեղավոր մարդու կերպարանքով երկինք էր բարձրացել։ Երբ որ հաջորդ օրը հրեշտակը վերադարձավ, Գրիգոր Լուսավորիչը հարցրեց. «Ինչու չեկար»։ Ասաց, որ այսօր Տերը եկավ մեր դասում մնալու եւ ամեն տարի այսօրը հրեշտակը բացակայում էր։ Եվ Գրիգոր Լուսավորիչը ամեն օր այդ վիհի օծերի կարիճների մեջ աղոթք ուներ առ Աստված։ Ոչ թե իր ազատության համար էր աղոթում, որ ինքը ժամ առաջ դուրս գա այդ վիհից, շուտ այդ ազատություն ունենա, այլ ամեն օր նրա աղոթքը խնդրանքն էր եւ գիտեր, որ Տերը անպայման պիտի կատարի հայ ժողովրդի դարձներ դեպի փրկության ճանապարհը։ Հայ ժողովրդի դարձներ երեսով դեպի Աստված իր փրկություն ունենալու համար։ 13 տարիներ տևեց այդ աղոթքը, բայց Լուսավորիչ հայրապետը չհուսահատվեց, չընկճվեց, չնահանջեց, այլ այդ մթի մեջ ուժ խնդրեց Տիրոջից, քաջություն խնդրեց դիմանալու, որովհետև գիտեր, որ Տերն անպայման իր խնդրանքները պիտի կատարի։ Այնպես էլ մեր կյանքի մեջ է, սիրելիներ։ Մենք մարդիկս ուղղակի չունենք համբերություն սпасելու։ Մենք ուզում ենք խնդրենք ու միանգամից լինի ամեն բան։ Բայց դու պետք է նաև քո խնդրանքի մեջ վստահություն ունես, քո խնդրանքի մեջ սեր պիտի դնես, քո խնդրանքի մեջ քաջություն ու համարձակություն պիտի դնես, որ դու Տիրոջ հետ ես խոսում եւ Տերը պիտի նայի դու արդյոք այդքան քաջություն, համարձակություն, սեր ու հոգատարություն ունես, որ քո խնդրանքը կարողանաս ոչ միայն պահել, այլև զորացնել, շատացնել։ Մենք ամեն անգամ խնդրում ենք Տեր, զորացրու մեր հավատքը, բայց միայն Տիրոջ զորացնելով մեր հավատքը չի զորանալու։ Դու պիտի նաև լսես, որովհետև Պողոս առաքյալն ասում է հավատքը նաև լսելուց է զորանան։ Դու պիտի կարդաս, դու պիտի աղոթես, որ այս ամենի հետ Տերը քեզ զորություն տա։ Տերը կարող է քեզ օրհնել, բայց Տերը չի կարող քո փոխարեն քո գործը անել։ Տերը չի կարող քո փոխարեն ճանապարհիդ քարերը մաքրել։ Դու պիտի մաքրես, որ Տերը ճանապարհ ավելի լայն ու ընդարձակ դարձնի հաղթանակ մուտք ունենալու համար։ Եվ ինչպես որ այսօր հաղթանակած երկինք վերադարձավ, ինք այդ հաղթանակից առաջ աղոթեց. Տեր, եթե կարող ես այս բաժակը հեռացրու ինձանից, բայց նաև թող քո կամքը լինի։ Տիրոջ կամքով պիտի լինի այդ հաղթանակը, ոչ միայն Հիսուսի ցանկությամբ, այլև Հոր կամքով։ Եվ դրա համար 14 համար այսօր ասում է, մենք այն վստահություն ունենք, որ Տերը լսելու է մեզ, եւ ինչ որ իր կամքով խնդրենք, տալու է մեզ, եւ գիտենք, որ պիտի ստանանք այդ ամենը։ Իմանալով հանդերձ, գիտենալով հանդերձ, մենք ամեն անգամ հետաձգում ենք այս ամենը մեր կյանքի մեջ։ Ինչպես այսօր ավարտեց իր խոսքը Հովհաննես առաքյալը. եղբայրներ եւ քույրեր, հեռու մնացեք կռապաշտությունից։ Մի կարծեք, որ կռապաշտությունը ինչ որ արձանի արչև կանգնել ու աղոթել է, չէ։ Այսօրվա կռապաշտությունը անտեսանելի է, երբ որ դու փողի արչև ես ծնկի իջնում, իշխանության արչև ես իջնում, եւ ամենագլխավորը քո եսասիրության արչև ես ծնկի իջնում։ Երբ որ դու եսասեր ես, քո եսի արչև ծնկաչոք աղոթում ես, քո եսը բարձրացնելու համար կարող ես ընկերոջդ, մտերիմիդ, բարեկամիդ զոհաբերել, դավաճանել, չես կարող դու այդ վստահություն ունենալ, որ Տերը քեզ պիտի լսի։ Ուրեմն Տերն ուզում է այդ ընդհանրած կապը, որ ընդհատվում է ամեն անգամ, քո խնդրանքը եւ Տիրոջ պատասխանը քեզ չի հասնում, Հիսուսով իրագործես։ Հիսուսի արծև ճնկի իջնես։ Հիսուսին խնդրես, որ ասելով Տեր, ես տկար եմ, ինձ բարձրացրու։ Տեր, ես հուսահատ եմ, ինձ հույս տուր։ Տեր, իմ սերը պակաս է, իմ սերը առատացրու։ Տեր, ես վախենում եմ, ինձ ավելի քաշ դարձրու։ Որտեղ ավելի շատ սիրո պակաս կա, ինձ այնտեղ ուղարկիր այդ մարդկանց սեր տալու համար։ Եվ կտեսնես, որ քո կյանքի մեջ մեծ փոփոխություն պիտի տեղ ունենա։ Ուրեմն Տերը ուզում է ոչ թե աշխարհը փոխել, այլ Տերն ուզում է քեզ փոխել եւ քո միջոցով նոր կարողանա աշխարհը փոխել։ Երբ որ դու փոխված չես, երբ որ դու նոր մարդ դարձած չես, Տերը չի կարող աշխարհը փոխել։
Աշխարհը սկսում է մեր փոփոխությունից։ Երբ որ մենք նոր մարդ կդառնանք, երբ որ մենք այլ կդառնանք, եւ այդ միջոցով, այդ այլության միջոցով աշխարհի մեջ Տերը իր լույս ավելի զորավոր պիտի դարձնի։ Եթե ոչ այսօրվա այս կիրակին, որ երկրորդ ծաղկազարդ է, որ նորից մեր հոգու գեղեցկության, անուշահոտության խորհուրդն է, որ երկնքում այդպես պիտի ապրենք, մենք այդ ամենին չենք կարող հասնել, ինչքան էլ որ մենք մնանք մեր եկեղեցու մեջ, մեր հավատքի մեջ, մեր սրբության մեջ, բայց առանց Տիրոջ ներկայության, առանց նրա կամքը իրագործելու։ Ուրեմն առաքյալ այս վստահությամբ է մեզ ասում. գիտենք, որ Տերը լսում է մեր խնդրանքները։ Ինչքան վստահ պիտի լինես, որ այդպիսի բան ասես, գիտենք, դուք վստահ եք, որ Տերը լսում է ձեզ։ Գիտեք, հավատում եք, բայց երբ որ պատասխան նշանում է, մենք ինչ ենք անում, նորից վստահ ենք, որ Տերը պիտի պատասխանի, մենք այդտեղ ենք կաղում ու կասկածում։ Որովհետև մենք բաներ ենք կատարում մեր շուրջը, չենք հասկանում, ուզում ենք մարդկայնորեն հասկանալ, թե օրինակի համար մեկ տան մեջ ինչու պետք է այսքան դժբախտություն լինի, չէ՞։ Ինչու մարդը պիտի ծնվի, նրա ծնողներից հրաժարվեն, տանեն մանկատուն նետեն, ինքը անտեր ու ապրի այս աշխարհի մեջ, հետո էլ որևէ հիվանդության պատճառով մահանա։ Մենք չենք հասկանում այս ամենը, ինչքան էլ որ գիտենք ինչ է իրականում, բայց չի մեր մարդկային տկարությունը չի կարող հասկանալ, ընկալել։ Ինչու Աստված թույլ տալիս, որ այսպես պատահի։ Ինչու են աշխարհի մեջ ավելի շատ մանկատներ կան, քան դպրոցներ։ Ինչքան մարդ կա, որ որբ ու անտերին, ինչքան մարդ, որ այս պահին պատերազմի մեջ են, զոհվում են, մյուս տեղերում զվարճանք ու կերուխում է։ Նույն տեղում, նույն քաղաքի մեջ մի հատվածում պատերազմ է, մի հատվածում խրախճանք է։ Մեր կյանքի մեջ արտակնապես մենք զվարճանքի մեջ ենք, երբեմն ուրախ ենք, բայց մեր հոգու մեջ տխուր ենք, ցավ կա։ Եվ սա այս հակասությունն է բերում։ Մենք ում կամքով ենք աղոթում կամ որն է այդ կամքը, որ մենք պիտի կատարենք։ Եթե Տերն ուզում է, որ ես տառապեմ, ես պիտի տառապեմ, սիրելիներ, որովհետև այդ տառապանքի միջով իմ փրկությունն է գտնում Տերը։ Ուզում է, որ ես գնահատեմ իր տված փրկությունը։ Եթե ոչ, ես կարող եմ շատ շուտ մսխել այդ ամենը ու ոչնչացնել։ Դրա համար ասացի, որ եկեղեցու մեջ կան մարդիկ, ովքեր աղոթում են կասկածելով, աղոթում են վստահությամբ, աղոթում են հուսահատությամբ, աղոթում են մխիթարության գտնելու միջոցով, բայց առանց Տիրոջ հանդեպ ունեցած վստահություն նրա կամքով պիտի լինի, քո աղոթքը չի կարող զորավոր լինել եւ վերջապես առանց Հիսուսի այդ կոտրված կապը հնարավոր չէ վերականգնել։ Դուք շատ հաճախ ֆիլմերի մեջ տեսել եք, չէ՞, հատկապես այն 100 տարի առաջ, 50 տարի առաջ պատերազմները, որ հեռախոսի լարերով էր կապը պահպանվում, երբ որ ականը պայթում էր, լարը կտրում էր, մեկը պիտի լիներ, որ գնար այդ կապը նորից վերականգնել, որ կարողանար ռազմաճակատի առաջնագծից թիկունքի հետ կապ պահել։ Ուրեմն այդ թիկունքի հետ, երկնքի հետ կապ պահողը մեր Քրիստոս է, այդ կապավորը Քրիստոս ինքն է։ Երբ որ դու չես ուզում, որ ինքը քո կապը վերականգնի, այլ տեղերում ես, այլ մարդկանց միջոցով ես փորձում կապ վերականգնել, դու չես կարող վստահ լինել ու գիտենալ, որ Տերը քո խնդրանքը պիտի կատարի։ Ուրեմն այդ կապավորին պիտի խնդրես, որ Տեր Հոր հետ իմ հարաբերությունները վերականգնիր։ Թույլ տուր, որ երբ որ ես ասեմ ալո, այնտեղից ասեն լսում եմ զավակս։ Սա է այսօրվա խորհուրդը, սիրելիներ, որ մենք այդ վստահությունն ունենք մեր կյանքի մեջ, որ երբ որ Տերը հաղթանակած վերադարձավ, հրեշտակները փառաբանում էին, մենք էլ վերադառնանք, մեզ էլ սպասեն հաղթանակած այս աշխարհից վերադառնալու։ Պողոս առաքյալի խոսքերով, երբ ասում էր, ես իմ հավատքի պատերազմը ավարտեցի, հիմա գնում եմ իմ պսակը ստանալու։ Սա այդ վստահությունն է, այդ գիտենալն է, որ Տերը խնդրել է, Տիրոջից խնդրել է, Տերը տվել է եւ ինքը հաղթանակած վերադառնում է իր պսակը, իր բաժին հարստությունը երկնքի արքայության մեջ, որ Հայրն է, Որդին է, Սուրբ Հոգին է ստանալու եւ նրանց հետ ապրելու համար։ Թող Տերը օրհնի մեզ իր խաղաղության մեջ պահի, որ երբ որ մենք տեսնենք, որ լույսը վառվում է, բայց դեռ պատասխան չկա, չհուսահատվենք։ Համբերությամբ սպասենք Տիրոջ պատասխանին։ Մինչև պատասխանի գալը ինքնակամ քայլեր չձեռնարկենք, հետո ավելի մեջ փորձությունների ու ձախորդությունների մեջ ընկնենք։ Երբ որ դեռ պատասխան չկա, մի նեղացեք, թե այսինչ Աստված իմ հարցերին չի պատասխանում։ Այդ Աստվածն ուզում է, որ դու քո խնդրանքի մեջ վստահություն ունենաս, սեր ունենաս, որ տվածը կարողանաս քո փրկության համար օգտագործել։ Թող Տիրոջ սերը,
շնորհն ու խաղաղություն ամենքիս հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն